Այո, այսօր մենք միակ Հայաստանի խնդիրը դա է թիվ 1։ Մենք այսօր անկախությունը մեր կորցնելու եզրին ենք։ Ու այս թեման պետք է հանրությանը, ժողովրդին, որոնե ժողովրդի ակտիվ գիտակից մասը հետաքրքրել, ոչ թե տրանսպորտի գինը ինչ եղավ, այս մանր-մունր կենցաղային հարցերը չէ, կամ ճանապարհները փակ են, լավ չեն մաքրում, լավ են մաքրում։ Հարկային փոփոխություններ եւ այլն։ Այսօր թիվ 1 խնդիրը, որ հայ ազգի առջև, Հայաստանի Հանրապետության քաղաքացու առջև կանգնացավ, դա անկախության կորուստն է։ Եթե մենք չունենանք այստեղ անկախ մեր երկիրը, չենք ապրի երջանիկ, չենք ապրի լավ, չենք կարողանա մեր լեզվով խոսանք, շփվենք, չենք կարողանա մեր մշակույթը ստեղծենք։ Կգա ռուսը, թուրքը, անգլիացին կապ չունի ով կլինի, կասի դե անգլերեն խոսաս, դե խաչքար չանես, էս սենց անես։ Ու սենց, պիտի Թումանյան չպիտի կարդաս Շեքսպիր կամ Պուշկին պիտի կարդաս ուղերձուն սովորացնես, կամ Աթաթուրքը պիտի լինի քո հերոսը ոչ թե նժդե։ Մենք այսօր կանգնած ենք այս վտանգի, այս խնդրի առջև։ Ու այս խնդրի մասին շատ քչերն են խոսում առհասարակ։